Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հայագիտական եւ կրոնագիտական դասընթացների մասնակցելու համար Սփյուռքի տարբեր թեմերից մայրաթոր ժամանած շուրջ 30 երիտասարդի։ Արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է խթանել արտերկրում ապրող երիտասարդների հայոց լեզվի եւ պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգեվոր գիտելիքները, ինչպես նաեւ հաղորդակից դարձնել հայրենիքի հոգեվոր մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։ Ծրագրի շրջանակներում երիտասարդների համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ եւ ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։ Հայաստանում գտնվելու օրերին նրանք ապրում են մայրաթորի տարածքում, կազմակերպչական հարցերում նրանց օգնում են Ղազարավանի միանձնուհիները, մայրաթորի միաբանները, իսկ ծրագիրն ամբողջությամբ համակարգում է Տեր Շնորհք Աբեղա Սարգսյանը։ Մեր նպատակը բացի այդ կրթական ծրագրից այն է, որ երիտասարդները ունեն բացառիկ հնարավորություն ապրելու հենց մայրաթորի տարածքում, այդ հոգևոր միջավայրում ժամանակ անցկացնելու, որը վստահ ենք, որ շատ մեծ տպավորություններով եւ հոգևոր լիցքավորման պիտի վերադառնան իրենց ծուխեր, եւ այս փորձառությունը իրենց ամբողջ կյանքի ընթացքում իրենց պետք է ուղեկցող լինի։ Հայոց Հայրապետի հետ հանդիպման եկած երիտասարդները ներկայացան, պատմեցին իրենց մասին, ներկայացրին քաղաքը, որտեղ ապրում են, եկեղեցին, ուր հաճախում են։ Իմ անունը Դանիել Թախմազյանն է, ես Մոսկվա քաղաքից եմ, 22 տարեկան։ Մենք սովորում ենք հայոց լեզուն, հայոց պատմությունը, ընթերցում ենք Սուրբ Գիրքը, բայց ամենակարևորը իմ համար դա շփումն է հոգևորականների հետ, բաց աստիճան ու ամենակարևորը մեծ պատիվի արժանացանք վեհապար Հայրապետի հետ տեսնվելու։ Եկել եմ Ցյուրիխից, Շվեյցարիա, զբաղվում ենք ամեն ինչով, հայ լեզու, հայ պատմություն, գրել, կարդալ։ Ես եկել եմ Ուկրաինայից, քաղաքից Կիև։ Ես հեսա աշխատում եմ IT կոմպանիայում։ Իմ համար շատ կարևոր էր գալ մայրաթորը, որովհետև փոքր ժամանակ ինձ իմ մամաս բերել ստեկենքելա ու ես երեք չէի երազում, որ կարանա ստե գայ ու ես ստե ապրեի ու ես կյանքը ստե տենամ ոնց է սա կատարվում, որովհետև իմ համար շատ կարևոր է, որ իմ կյանքի մեջ այտենց բան եղել է, որ ես կարացա ստե գամ։ Սերտորեն կապված եմ երկու քաղաքների հետ՝ Նովոսիբիրսկ, Սանտ Պետերբուրգ։ Նովոսիբիրսկում որպես ծխական, այնտեղ Տեր Գրիգորի հովանավորության ներքո ենք, եւ Սանտ Պետերբուրգում որպես ճեմարանի ուսանող Տեր Եփրեմի օրհնությամբ եմ, որ այստեղ եմ, նաեւ մեր Տեր Ղևոնդն է, մեր հոգեվոր տեսուչը, որը մեզ ամեն ինչով ապահովում է։ Մենք այստեղ հայտնվեցինք ու սա իրոք հիանալի ծրագիր է, քանի որ այստեղ բոլորը քաղելու բան ունեն, այստեղ փնտրողները կարող են ձեռք բերել յուրաքանչյուր գիտելիք, շփում եւ երիտասարդների հետ եւ հոգեվորականների հետ դասընթացներ մեր մայր Հայաստանը կալ չհնարավոր չի ասել, այստեղ ամեն ինչ կա։ Նորին սրբությունն իր ուրախությունը հայտնեց, որ տարբեր երկրներից ժամանած հայորդիներ համախմբվել են Սուրբ Էջմիածնում, հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։ Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորեց հայորդիներին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել աշխարհասփյուռ համայնքներում ազգային եկեղեցական կյանքի զորացմանը։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։